Բարեկամներ, այսօր տոն է Սուրբ Սարգսի տոնն է եւ ի տարբերություն մնացած օրերի մեր Խոհանոցը նաեւ նրանով է յուրահատուկ, որ յուրաքանչյուր տոնի համար կա հատուկ ծիսական կերակրատեսակներ եւ բացառություն չէ Սուրբ Սարգսի տոնը, որը նույնպես ունի սննդի համակարգ։ Ընդհանրապես մեր տոնածիսական կերակրատեսակների համակարգը մի հրաշալի, մի աներևակայելի երևույթ է, որը փոխանցվել է մեզ ի շնորհիվ մեր տատիկների, մեր մայրերի եւ ընդհանրապես մեր նախնիների։ Բարեկամներ, այս հիանալի տոնը մենք միասին իրականացնելու ենք մեր հյուրի հետ, իսկ մեր հյուրն է Ռուզաննա Նահապետյանը, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության հիմնադիր եւ փոխնախագահ։ Ողջույն Ռուզաննա։ Ողջույն, Ինչպե՞ս է։ Լավ, շնորհակալ եմ։ Շատ ուրախ եմ հատկապես այսօրը տեսնելու համար, որովհետև ընդհանրապես դուք շատ մեծ մասնագետ եք խոհանոցի եւ հուշակեղենի, բայց շատ ավելի բոլորը ձեզ ճանաչողները հիացած են ձեր հատկապես այդ ծիսական կերակրատեսակների պատրաստման արվեստով։ Ուրախ եմ, որ այստեղ եք։ Ինչ ենք պատրաստել այսօր։ Շատ շնորհակալ եմ բարի խոսքերի համար։ Այսօր պատրաստելու ենք տոնին համապատասխան բաղարջը, որը մի փոքր մենք նորովիդ եղանակով կպատրաստենք, կմատուցենք մեր հայրենակիցներին եւ մեր նորությունները իհայտ կդարձնենք հաղորդման ընթացքում։ Հիանալի, հիանալի, ընդհանրապես հենց մեր հաղորդաշարը այդպիսի մի մեկնարկ է վերցրել, որ մեր հնագույն կերակրատեսակները կարելի է մատուցել նորովի, կարելի է ինչ-որ մի բան ավելացնել, որովհետև դրանք ինչպես ասում են ստատիկ վիճակի մեջ չեն կանգնած եւ վերջ։ Եվ շատ լավ է, որ մենք մտցնելու ենք մեր մտահղացումը։ Այո, խորհրդին մեջ լինելու է նաեւ մետաղադրամ, որը որ կտրտելու, այո, միջինքն է, կտրտելու ժամանակ ընկնելու է այն երիտասարդին կամ տան անդամին, որը որ կգտնվի տարվա երջանիկը եւ կգտնի իր երջանկությունը։ Այո, այո, ինչով սկսենք եւ ինչ կարող եմ, ինչով կարող եմ օգնել։ Ուրեմն նախապես հավկիթը ձուն օգտագործելուց առաջ պետք է լվանանք կերակրի սոդայով 2-ից 3 անգամ, որպեսզի նա լինի անվնաս։ Եվ մեր մածունը մի փոքրիկ պետք է թթխմորով թթվեցնենք, այո, մի փոքրիկ թթվեցնենք նախապես, որպեսզի ասենք մենք օգտագործելու ենք կերակրի սոդա, կերակրի սոդան հնում որ պատրաստել են մի տեսակ ավելի համը ոչ այնքան հաճելի է լինում։ Իսկ երբ ավելացնում ենք թթխմորը, սա եւս տեխնոլոգիական ինչ-որ միջամտություն է, փոփոխություն է, ավելի անուշ համ է ստանալու։ Հիանալի, Ռուզաննա ջան։ Հիմա վերցնենք ամանը, կոտրենք։ Այո։ Մենք մեկ սպիտակուցը այստեղ կվերցնեմ դեղնոցը, որպեսզի երեսի գույնը ավելի մուգ ու դա առանձին երեսին ենք բանանելու։ Իսկ ես գործ ունենալու եմ այդ։ Այո, դուք կարող եք կտրատել խնձոր, շատ մանր, որովհետև մենք եւ բաղարջի տեսակները նորից անցնենք բաղարջի տեսակներին։ Բաղարջի տեսակները եղել է առանց խորիզի միջուկի։ Տարբեր գավառներում, այո։ Օրինակ Գեղարքունիքում, երբ յուղը հալել են, տակի այդ մնաց քափը, որը կոչվել է թորթա, այդ թորթայով պատրաստել են աղի եւ ջավախքն էլ ունի աղի խորիզով գաթաները, դա հենց բաղարջներն են տեսակները։ Եվ տարբեր տեղերի սա սասնա բաղարջն ենք մենք պատրաստելու այսօր, որի մեջ կա կանաչիներ եւ մրգի տեսակ։ Մրգի տեսականի։ Եվս վերջի։ Հիանալի։ Ընդհանրապես մեր խոհանոցը տարբերվում է ըստ գավառների, ըստ տարածաշրջանների։ Եվ նույն անուն կերակրատեսակները տարբեր կերպ են պատրաստվում։
ելնելով բնականաբար բնակլիմայական պայմանների եւ բուսական աշխարհի հետ։ Բայց տես Շիրակի խոհանոցը ուսումնասիրելիս մենք տեսանք մի գաթայի տարատեսակ, որը աղի էր։ Այո։ Դա ջավախքի այդ աղի հետ կապ ունի, այդ աղի։ Կարծես թե իրենք մոտ են։ Մոտ են, այո, մոտ են։ Համարյա թե նույն տարածաշրջանն է, ուղղակի։ Այո։ Նույնիսկ ես մտածում էի բաղադրությունը ճիշտ չեմ կարդում, որովհետև գաթա կարդում եմ մի որոշակի քանակի ալյուրի հետ, շաքարված շատ քիչ։ Եվ զարմանում եմ։ Այո։ Ձեր թույլտվությամբ ես վերցնեմ շաքարը, մեր ազգային քաղցրավենիքների մեջ չի գերիշխում շաքարավազը։ Ավելի քիչ քանակով ենք լցնում։ Եվ բաղարջի մեջ մենք 2 ճաշի գթալ կարծում շատ բավական է, որովհետև ինքը աղն է, ավելի շատ գերիշխելու, աղի է լինելու, էլի։ Սա քաղցրի եւ աղի խառնուրդն է, համադրությունը, այո։ Եթե ձեզ խնդրեմ ինձ կտակ խմորիչը։ Այո։ Շատ փոքրիկ քանակով, որովհետև մենք սա կերակրի սոդայով ենք պատրաստելու, սա ուղղակի էլ ավելի լավը դարձնելու համար է։ Գծված դարձնելու։ Այո։ Եվ մի հետաքրքիր փաստ չասեմ, այլ երևույթի ենք մենք այդ ուսումնասիրությունների ժամանակ հանդիպում, այն վայրերը, որտեղ զարգացած է նախալեռնային, այսպես ասենք, վայրերը, որտեղ անասնապահությունը շատ ավելի զարգացած է, եւ աղանդերների հետ կապված, նաև հիմնական կերակուրների հետ կապված գերակշռում է կաթնաթթվային այդ մթերքներից պատրաստվող թե աղանդերները, թե հիմնական կերակրատեսակները։ Այսինքն զազուտը ապացուցում է այն երևույթը, այն փաստը, որ խիստ կապված է ազգային խոհանոց բնակլիմայական պայմանների հետ։ Այո։ Պարոն Մամուլյան, հիմա ավելացնելու ենք մենք յուղը։ 1 ճաշի գթալ։ Իսկ եթե կարակ, ոչ, իսկ եթե կարակ կավելացնենք, 100 գրամ կարակ կավելացնենք։ Որոշ ուսումնասիրողներ հանգել են այն եզրակացությանը, որ տոնը նախաքրիստոնեական ժամանակաշրջանում նվիրված էր Տիր Աստծուն։ Այո։ Եվ Տիրին եւ Վահագնին, այսպես եւ այս կամ այն նրա երևույթները կապված են հենց այդ աստվածությունների հետ։ Բնականաբար քրիստոնեական ժամանակաշրջանում արդեն հստակ ձևակերպում ունեցավ, Սուրբ Սարգիսը գալիս է այցի, չէ, փոխինդը դնում են շեմին, տան, չէ, որ տեսնեին այցելել է արդյոք Սուրբ Սարգիսը թե ոչ, եւ այդ փոխինդի մեջ եթե նալ էր լինում, այո, երևում էր, որ այսինքն պարզվում էր, որ տանիքին, երթիկին, դարպասին, տարբեր տեղերում փոքրիկ դրել են նալերը, այո, որ Սուրբ Սարգիսը այցի գա։ Հիմա սա մենք բնականաբար, որ հնում պատրաստվել է, թողել են, որ հանգստանա եւ տաք տեղում, սենյակը թող լինի մոտ 22-23-ը լավա հասունացման համար։ Շատ լավ, դնենք եւ քանի րոպե կպահանջվի։ Սա մոտ 30 րոպեն բավականին լավ։ Ահա, Ռուզաննա ջան, արդեն խմորը, ինչպես ասում են, եկավ։ Հասունացավ։ Այո։ Ասեք փափուկա։ Այո։ Եվ հետ չի գալիս։ Եթե ուզում ենք ստուգել, որ խմորը հասունացած է թե ոչ, մատերով չի բարձրանում։ Պիտի հետ չի գա։ Ահա։ Ուրեմն հասունացած։ Դա ուրեմն հասունացած։ Հիանալի։ Միչուկը այստեղ ունենք տարբեր հիմա մեկ վարքեր սա վերցնում ենք։ Դա եք լցնում եւ մի փոքրիկ կանաչիներ։ Խառը։ Համեմ սամիտ։
Ես կլցնեմ պանիրը, հորած եւ լորի։ Սովորաբար խմորը բացելու համար ինձ անհրաժեշտ է լինելու յուղ։ Յուղը բացում, այլ ոչ ալյուրով։ Հիմա ես այս մասը կշրջեմ նորից հետ։ Ձեռքով եմ բացանում։ Ավանդական է, էլի կարող եմ ասել, որ տատիկները մեծամասամբ ձեռքերով են բացարել։ Հիշեցնենք միջուկը, օգտագործեցին տարբեր պանիրի տեսականի, հորած, չեչիլ պանիր, լորի պանիր, այն ինչ որ տենց մանր կտորներ մնացել է։ Ավելացրինք խնձոր, Այո, համեմեցինք կանաչիներով, ըստ ճաշակի բնականաբար։ խոշոր պղպեղով։ Այո, խոշոր պղպեղ, տեսքի համար։ Սա կարելի է խաղողով էլ անել, քիշմիշ տեսակի, էլի համեղ կլինի, որովհետև տատիկները կերել են պանիրը։ Այո, խաղողով։ Մարդիկ, այո։ Հիմա ասեմ, մետաղադրամ ենք անպայման դնելու մեր բաղարջի մեջ, որը կտրելուց, այո, նախապես լվանում ենք կերակրի սոդայով։ Կարող են նաև ինչ-որ բանով փաթաթել։ Հիմա ես չտեսնեմ, թե որտեղ ես փաթաթել։ Չէ, կապ չունի, դուք չեք տեսնելու, որովհետև մենք չենք իմանալու, սա ուր է գնալու։ Հենց սա էլ իր գաղտնիքը ունի, ինչի համար է միտքը, որ նույնիսկ պատրաստողը ինքը չիմանա որտեղ է դրված, որովհետև եթե ես եմ պատրաստում, մշտապես մտածում այստեղ է, ես գիտեմ որտեղ է, ես չեմ ուզում մեղքը ինձ վրա վերցնեմ։ Այ հիմա որ սա ոնց կտրտենք, ինքը լինելու է։ Պարոն Մամուլյան, որ խնդրեմ սա, կդնեք իմ ձեռքերս։ Երեսը քսում ենք ձուն, ձվի դեղնուցը ավելի շուտ, որ ավելի կարմիր լինի ու ախորժելի։ Հիմա դնենք ջեռոցը։ Եվ 20 րոպե հետո մենք արդեն կունենանք Կունենանք մեր բաղարջը։ 5, 4, 3, 2, 1 գնաց։ Ճիշտ ժամանակը նշված էր։ Հիմա տեսեք ինչ գեղեցիկ է ստացվել, կարևորը մետաղադրամը ում է ընկնելու։ Շատ կարևոր, ամենակարևորը, բովանդակությունը հենց դա է։ Այո։ Հարգելի հեռուստադիտողներ, կերակրատեսակի հաջողությունը կախված է նաև նրանից, թե ինչ ափսեի մեջ պիտի մատուցես, ինչ դեկորացիայով եւ ինչ ճաշակով։ Եվ այս առումով կարող եմ ձեզ առաջարկել Muy Mucho խանութ սրահին, որը գտնվում է Երևան մոլում։ Հաճախեք եւ այնտեղ դուք կունենաք շատ հարուստ տեսականի։ Նաև այսպես։ Այո։ Հիմա ամենակարևոր գործառույթը։ Հիմա կբաժանենք քանի մաս եղավ։ Շատ, 12 երևի թե։ 12, 13 կբաժանենք։ Հարգելի հեռուստադիտողներ, եւ կտեսնենք, թե ում էր հասանելիք այս տարվա հաջողությունը։ Բայց նախքան մատուցելը Երիտասարդներին ամենաշատը։ Պիտի նաև խորհուրդ տանք մեր հեռուստադիտողներին, որ կերակրատեսակը կարելի է վայելել սպիտակ, անապակ, անսահմանափակ գին։ Բայց նաև օգտվելով առիթից կուզեմ հարգելի հեռուստադիտողներ, հարգելի երիտասարդներ, շնորհավորել ձեր տոնը, ինչպես ասում են, Սուրբ Սարգսի տոնը, եւ ցանկանանք, որ բոլորը ունենան լավ տրամադրություն այդ օրը եւ բոլորը իրենց նպատակին հասնեն ձեր կենացը։ Հարգելի հեռուստադիտողներ, Սուրբ Սարգիսը ունի նաեւ եւս մեկ կերակուր, այսօր մի նորից
Խավից կպատրաստենք այսօր։ Խավիցի համար անհրաժեշտ է Այո, հալեցված յուղ, ալյուր, շաքար։ շատ լավ։ Եվ այն հետաքրքիր ասացվածքը, որ Լինում չի լինում, մի պապիկ է լինում, պապիկը պարկած է լինում, ուզում է ապաքինվի։ Եվ ինքը իր համար մտածում է, ինչ ասեմ, որ ինձ լավ ուտելիք տան, որովհետև տան հարսը կարծես թե պապիկին չի սիրում։ Ասում է, պապի ջան, ինչ ես ուզում ուտես թորը։ Ասում է, խավից։ Բալաջան ասում է, խավից, պապին ուտի, ընկնի հալից։ Եվ այդ դեպքում հարսը լսում է, ասում է, եթե որ հալից ընկնելու է, ուրեմն այդ իսկական է։ Եթե պետք է հալից ընկնի, ավելի լավ է ամեն օր տամ խավից։ Խավիցը պապիկը ուտում է եւ ապաքինվում է։ Ավելի ուժեղանում է։ Հիմա մենք կպատրաստենք Եվ պապիկը կճաշակի։ Սա նաեւ երևի թե մեր զինվորների համար լավ կերակուրը։ Այո, սպիտակուցներով, հարուստ, այսինքն էներգիայով հարուստ կերակրատեսակ է։ Հեշտ պատրաստվող։ Յուղը լցնելու ենք ալյուրի չափ։ Տեխնոլոգիական process-ը այսպեսին է, պիտի բովի այնքան, յուղի մեջ տապակվի այնքան ալյուրը, որ եւ ոչ թեժ կրակով, որին համը ավելի լավ է։ Ավելի համեղ լինի եւ արդեն պղպջակները բարձրանան, յուղը բարձրանա վերև, չէ՞։ Այդ դեպքում էլ մի ինչ որ հեքիաթ թե առասպել է հնարված, որ տան երեխային անպայման ասում են, այ դուրը թակեցին, դրա տեսով է տատիկն է ասում։ Եվ երեխան վազում է դուրս գալիս է, այդ դեպքում յուղը դուրս է գալիս, չէ, երեսը դուրս է գալիս։ Երեսը դուրս է գալիս, քանի երեխան տանն է, յուղը դուրս չի գալիս։ Հիմա լցնում ենք, զգուշացնեմ շուխա դուրս գալու։ Լցրեք։ Այստեղ արդեն տեսելու մասին խոսք չկա, որովհետև մի փոքր ալյուրը արդեն դարձավ բավականին Զգուշությամբ խառնենք, որ վերջ պատրաստ է։ Համեցիկ, խնդրեմ։ Բարեկամներ, մինչ կպատրաստի մատուցման արդեն Ռուզաննան, ես նշեմ, որ մեր ազգային խոհանոցի հիմքում հենց ընկած են հացահատիկավորներից պատրաստվող կերակրատեսակները, այդ թվում նաև ալյուրից, այդ թվում նաև ձավարեղենից եւ այլն։ Եվ շատ ու շատ շրջանառվող կերակրատեսակներ, որոնք հանիրավի համարվում են ոչ հայկական, դրա ծագումը պետք է փնտրել հայկական բարձրավանդակում։ Կերեցկացնենք նաև խավիցը։ Ռուզաննա ջան, դու ինչ կցանկանաս մեր հեռուստադիտողներին, խնդրեմ քո ցանկությունները։ Խաղաղ երկինք, երջանիկ, մի կտոր երջանկություն, որ ամեն օր ունենա վայելի, առողջ լինի եւ հաջողակ։ Հիանալի։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից շնորհակալություն հայտնել Ռուզաննային եւ այդ մի կտոր հաջողությունը, որը ինքը ցանկացավ բոլորիս, ինքն էլ ունենա եւ այնպես ինչպես ինքը երազում է, իսկ ինքը միշտ երազում է, որ լինի խաղաղ երկինք, լինի բերքարատություն, լինի խաղաղություն եւ ընդհանրապես լինի մարդը աշխարհում, ով այլ հոգսեր չի ունենա բացի տատիկի, պապիկի համար խավից պատրաստել։ Շնորհակալություն, ապրես դու։ Երջանկություն պարգևել։ Ապրես դու։ Բաղարջ։ Ալյուր 150 գրամ, հորած պանիր 300 գրամ, խնձոր 200 գրամ, ձեթ 50 գրամ, ձու 1 հատ, խմորիչ 10 գրամ։ Խավից ալյուր 80 գրամ, յուղ 50 գրամ, աղ 4 գրամ, շաքարավազ 20 գրամ, դոշապ 10 գրամ։ Բարի ախորժակ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։
մենք ունեցանք բաղարջ, ունեցանք խավից եւ հետագայում նույնպես մենք ներկայացնելու ենք մեր ազգային խոհանոցի գոհարներից։ Այսքանով ուզում եմ ավարտել, բայց մինչ ավարտել ուզում եմ հիշեցնել ևս մեկ անգամ, որ մենք պարտավոր ենք պահպանել մեր ազգային արժեքները։ Իսկ ընդհանրապես շատ լավ կլինի, որ մենք լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամներ։